Եվրամիությունը շարունակում է աջակցել Հայաստանին եւ պատրաստ է կանգնել նրա կողքին, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ Ես հիմա եկել եմ ասելու, որ դու կարող եք մեզ վրա հույս դնել։ Երբ Հայաստանը մերձենում է Եվրոպական միություն, Հարավային Կովկասն է նաեւ ավելի մերձենում։ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը անցյալ տարի պատմական իրադարձություն էր։ Ամենակարևոր քայլերից մեկը, որ այս ռեգիոնը ձեռնարկել է տասնամյակների ընթացքում։ Նրա խոսքով Հայաստանը շարունակում է բախվել Ռուսաստանի տնտեսական ճնշումներին եւ այդ պայմաններում Եվրոպական միությունը կշարունակի աջակցել երկրին։ Ֆոն դեր Լեյենը նաեւ հայտարարել է, որ Հայաստանը շուտով կստանա լրացուցիչ 18 միլիոն եվրո առևտրային կապերի ամրապնդման նպատակով։ Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է 52 միլիոն օժանդակության պատետի, որը մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին։ Երկրորդը, մենք եւս մի քայլ ենք անում, մենք առաջարկ ենք ներկայացնում այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցների։ Սա նշանակում է ATM անգլերեն։ Սա նշանակում է այս ATM-ները կազատականացնեն Հայաստանի արտահանումների մոտավորապես 80%-ը դեպի Եվրոպական միություն։ Սրանով սա նշանակում է, որ 80%-ը ձեր առևտրի մեզ հետ այժմ փսակագների ենթակա չի լինի։ Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ապօրինում են ռուսական շուկայի վրա, եւ դրանք ուղարկել Եվրոպական միության միասնական շուկան 450 միլիոն սպառողների։ Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա հանդիպումը վերահաստատել է Եվրամիությունը Հայաստանի ամենավստահելի գործընկերներից մեկն է եւ կողմերն այսօր ավելի մոտ են միմյանց, քան երբևէ։ Հարցին թե արդյոք չի բացառում, որ կկրկնվի 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը որոշեց դադարեցնել ԵՄ-ի հետ մերձեցումը ռուսական ճնշումների պատճառով, Փաշինյանը պատասխանել է. Այո, բացառում եմ, դա հնարավոր չի, առավել եւս հիմա, երբ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին, որ վարում է Հայաստանի Հանրապետությունը եւ մասնավորապես բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությանը։ Մյուս կողմից մենք ինչպես հայտարարել ենք, մենք խնդիր երբեք չենք դրել, չունենք եւ չենք դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում եւ բնականաբար մենք ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահերը չենք արհամարում, բայց մյուս կողմից որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան Հայաստանի Հանրապետության շահերը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Հայաստան կատարած այցին զուգահեռ կառավարության շենքի դիմաց հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել, պահանջելով ազատ արձակել ապօրինի կալանավորված քաղբանտարկյալներին։ Ակցիայի մասնակիցները քննադատել են Եվրոպական հանձնաժողովի նախագահի այցը, պնդելով, որ իրենց գնահատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումները խրախուսվում են նմանատիպ դիվանագիտական այցերով։ Հայաքվե դիտորդական առաքելության անդամ Մենուա Սողոմոնյանն իր ելույթում ընդգծել է, որ իրավապահ համակարգն այսօր զբաղված է ոչ թե հանցագործությունների կանխմամբ, այլ քաղաքական ընդդիմախոսների դեմ գործեր կարելով։ Մեր ձայնը մենք ուզում ենք հասցնել ձեզ, որ դուք իմանաք, որ այդ թվում ձեր խրախուսմամբ այսօր Հայաստանում իրավապահ համակարգը չի զբաղվում հանցագործություններով։ Այսօր Հայաստանում աճում են հանցագործությունները, մարդասպանությունները, դանակահարությունները, թմրամոլությունը, նրա համար, որովհետև իրավապահ համակարգը ծանրաբեռնված է գործող իշխանությունների օպոնենտների դեմ գործեր կարելով։ Ձերբակալվել է գնդապետ Արցախյան բանակի գնդերից մեկի հրամանատարի նախկին տեղակալ Էդիկ Մալոյանը։ Թալինի նրա տանը խուզարկություններ են կատարվել, որից հետո սպային իրավապահները ձերբակալել են, գրել է New Day-ը։ Ձերբակալության մասին տեղեկությունը հաստատել են քննչական կոմիտեից, չմանրամասնելով, թե ինչ վարույթի շրջանակներում է այն եղել։ ABC մեդիայի տեղեկություններով էլ ընտրություններից առաջ Մալոյանին հեռացրել էին Զորամասի հրամանատարի պաշտոնից ու ուղարկել պահեստազոր։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի շարունակի պաշտոնավարել օրենսդիր մարմնում եւ չի վերցնի պատգամավորական մանդատը։ Սիմոնյանը նշել է, որ ցանկություն ուներ շարունակել աշխատանքը, հաշվի առնելով իր 5-ամյա փորձն ու պատմական ժամկետը, սակայն կուսակցական որոշումը եղել է հակառակը եւ ինքը ենթարկվում է վարչության դիրքորոշմանը։ Նա շեշտել է, որ թիմից նեղվածություն չունի, իսկ որոշումը պայմանավորված է աշխատանքային process-ի անխուսափելի փոփոխություններով։ Խոսելով ապագա անելիքների մասին Սիմոնյանը տեղեկացրել է, որ մտադիր է ժամանակավորապես դադար վերցնել, նշելով հանգստի կարիք ունի, ինչպես նաև ցանկանում է անձնական կյանքը դասավորել։ Ես ցանկացել եմ շարունակել, որովհետև կարծում եմ, որ իմ 5 տարվա աշխատանքը, լինելով ամենաերկար ազգային ժողովի նախագահ պատմության, միակ ազգային ժողովի նախագահ մինչ այս պահը, ով ամբողջությամբ իր ժամկետը աշխատել է, ես կարծում եմ, որ իմ աշխատանքը պետք է շարունակել, բայց նաև գոյություն ունի վարչություն եւ կուսակցություն եւ ես ձեզ նաև այդ հարցազրույցների մեջ պատասխանելիս ասել եմ ոնց կորոշի վարչությունը եւ ես ենթարկվում եմ իմ վարչության որոշմանը եւ չեմ շարունակի ազգային ժողովի նախագահի պաշտոնում նեղվածություն որպես այդպեսին չունեմ։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունը, ըստ որի ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տարվա ընթացքում երկրում փաստացի բնակված լինի առնվազն 183 օր։ Ըստ Զախարովայի, այս նախաձեռնությունը կարող է բազմաթիվ քաղաքացիների զրկել ընտրելու իրավունքից։ Զախարովան օրինակ է բերել Մոլդովայի փորձը։ Ինչպես ակնհայտ է, օրենքները կոչված են պաշտպանելու այս կամ այն երկրի քաղաքացիների իրավունքները, այստեղ ստացվում է կարծես թե նույնիսկ հակառակը, հայկական անձնագրեր ունեցող մարդիկ զրկվում են իրենց հիմնարար իրավունքների մի մասից, մասնավորապես ընտրություններին մասնակցելուց, հայտարարել է Զախարովան։ Երեկ ավարտվել է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի պաշտոնի թեկնածուների առաջադրման փուլը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով առաջադրվել են պատգամավորներ Արուսյակ Մանավազյանն ու Արթուր Հովհաննիսյանը։ ԿՊ վարչությունն այսօր երեկոյան կհավաքվի խմբակցության նոր ղեկավար ընտրելու օրակարգով։ Ըստ օրաթերթի տեղեկությունների մեծ է հավանականությունը, որ կընտրվի հենց Արուսյակ Մանավազյանը, որը համարվում է Նիկոլ Փաշինյանի վստահելի թիմակիցներից, ով նախկինում աշխատել է Հայկական ժամանակ օրաթերթում որպես հաշվապահ, իսկ ներկայումս զբաղեցնում է կուսակցության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են Բագրևան գյուղում գործող հանցավոր կազմակերպություն, որն իրականացրել է առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։ Օպերատիվ տվյալների հիման վրա պարզվել են խմբի անդամների ինքնությունն ու գործունեության մեխանիզմները, այդ թվում տարածքի անվտանգության ապահովման ձևերը։ Հայտնաբերվել եւ առգրավվել են թվային կրիչներ, ձեռագիր գրառումներ, օտարերկրյա պետությունների նույնականացման քարտեր, բջջային հեռախոսներ եւ հեռախոսահամարներ։ Խուզարկության ընթացքում խմբի անդամներից մեկի մատնանշմամբ հայտնաբերվել են նաև 2 ատրճանակ եւ դրանց փամփուշտները։ Ռուսաստանում վարորդները բենզինի խնդրի պատճառով զանգվածաբար անցել են գազային վառելիքի։ Ըստ Իզվեստիա պարբերականի գազաբալոնային սարքավորումների տեղադրման հայտերի թիվը այս տարվա գարնան համեմատ աճել է 35%-ով։ Ավտոսպասարկման կենտրոններում ծառայության արժեքը տատանվում է 50-ից 80 հազար ռուբլու սահմաններում, իսկ հաճախորդների կտրուկ ներհոսքի պատճառով սպասման ժամկետը հասնում է մինչև մի քանի ամսվա։ Ընկերություններից հայտնել են, որ պահանջարկը աննախադեպ է եւ մարդիկ ակտիվորեն բենզինին այլընտրանք են փնտրում։ Դոհայում ԱՄՆ Իրան անուղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել, հայտնել է Կատարի արտգործնախարարությունը։ Հայտարարությունում նշվում է, որ Կատարի եւ Պակիստանի միջնորդները առանձին հանդիպումներ են ունեցել ԱՄՆ-ի եւ Իրանի ներկայացուցիչների հետ։ Կողմերը համաձայնել են շարունակել քննարկումները եւ հաջորդ հանդիպումը նշանակել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունից հետո, գրել է Կատարի արտգործնախարարության խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ Ալ Անսարին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա Պանամայի ջրանցքը Չինաստանը վերահսկի։ Նա խիստ քննադատել է ջրանցքը Պանամային փոխանցելու նախկին որոշումը, այն անվանելով հիմարություն, եւ շեշտել է, որ դա Միացյալ Նահանգների ստեղծած ամենաթանկ ու շահութաբեր նախագիծն էր։ Թրամփը նաեւ հաստատել է իր մտադրությունը ամեն գնով ձգտել ու վերականգնել ամերիկյան վերահսկողությունը այս ռազմավարական ջրային ուղու նկատմամբ, շեշտելով, որ Չինաստանի ներկայությունը ջրանցքի տարածքում ուղղակիորեն սպառնում է ԱՄՆ-ի անվտանգությանն ու առևտրային շահերին։ 1.5-ից 18 տարեկան 16 երեխայի են հայտնաբերել եւ փրկել ԱՄՆ Օհայո նահանգի գյուղական շրջաններից մեկում, հայտնել է Guardian-ը։ Երեխաները 4 տարվա մեծ մասն անցկացրել են մեկ սենյակում փակված, ծայրահեղ հակասանիտարական եւ սարսափելի պայմաններում։ Տուժածներից ոմանք չեն կարողանում խոսել, իսկ 7-ը հոսպիտալացվել են։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել են երեխաների ծնողներն ու տատիկ-պապիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրվել երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող ծանր հանցագործության համար, իսկ դատարանը յուրաքանչյուրի համար $300,000 գրավ է սահմանել։ Քննությամբ պարզվել է, որ սա ներտնային ընտանեկան իրավիճակ է եւ թրաֆիքինգ չէ։ Ընտանիքը շուրջ 20 տարի շարունակ տեղափոխվել է նահանգի տարբեր հատվածներով, խուսափելով պետական արխիվներում եւ բժշկական գրառումներում հայտնվելուց։ Երեխաները երբևէ դպրոց չեն հաճախել եւ ընտանիքից դուրս ոչ ոք չի գիտակցել նրանց գոյության մասին։ Իշխանությունն այժմ փորձում է ստանալ բոլոր անչափահասների ժամանակավոր խնամակալությունը։ Apple ընկերությունը այս տարի ծրագրել է թողարկել առնվազն 5 նոր iPhone, հայտնել է ճապոնական հեղինակավոր Nikkei գործարար թերթը։ Ըստ աղբյուրների, նոր սմարթֆոնների թողարկումը նախատեսվել է իրականացնել այս տարվա երկրորդ կեսին եւ 2027 թվականի առաջին կեսին։ Առանձնահատուկ շեշտվել է, որ ընկերությունը մտադիր է շուկա բերել ավելի շատ ծալվող սարքեր, քան սպասվում էր նախկինում։ Apple-ը արդեն տեղեկացրել է իր մատակարարներին, որ այս տարի անհրաժեշտ է արտադրել շուրջ 10 միլիոն ծալվող iPhone, ինչը 2-ից 3 միլիոնով ավելի է նախնական կանխատեսումներից։